Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր ամփոփելով անցնող շաբաթը իհարկե մեր ուշադրության կենտրոնում է իշարս մի շարք հարցերի, նաեւ Իրանի հարցը։ Եվ այստեղ տեսնում ենք բավականին բարձր ակտիվություն հենց թուրքական դիվանագիտության կողմից։ Երբ ճգնաժամը սկսվեց եւ արդեն խոսք բարձրացավ Միացյալ Նահանգների հնարավոր միջամտության հետ կապված, պաշտոնական Անկարան ուղիղ տեքստով իր դժգոհությունը հայտնեց նման զարգացման հնարավորության վերաբերյալ, խոսելով դիվանագիտության անհրաժեշտության մասին եւ այլն, մինչդեռ դիվանագիտության դաշտը, ինչպես տեսնում ենք, շատ փոքր է։ Միացյալ Նահանգները 4 պահանջ են դրել Թեհրանի առաջ։ Առաջինը դա միջուկային ծրագիրն է փակել, երկրորդը հրթիռային ծրագիրն է փակել, պրոքսիների ծրագիրն է փակել, $0 պրոքսիներին այլևս, եւ չորրորդը թշնամանքը Իսրայելի հետ։ Այս 4 կետերից երևի թե միայն առաջի հարցում կարող է խոսակցություն լինել, այն էլ դեռ փաստ չէ, թե ուր կտանի այդ խոսակցությունը։ Եվ ահա, ինչպես գիտենք, Անկարայում ինտենսիվ բանակցություններ են ընթանում, մինչդեռ Թեհրանը մնացած 3 հարցերով որևէ ցանկություն չունի հարց քննարկելու։ Եվ իհարկե մենք հիշում ենք մեր ավելի վաղ թողարկումների ժամանակ խոսում ենք այն մասին, որ Սաուդյան Արաբիա, Պակիստան այդ ռազմական դաշինքին Թուրքիայի միանալու հավանականության դա եւ նաեւ ցանկության մասին, խոսում էին մուսուլմանական ՆԱՏՕ-ի ձևավորման մասին եւ ահա Ֆրանս Պրեսը հայտարարում է, որ հղում անելով ընդ որում Սաուդյան բարձրաստիճան պաշտոնյաներին, որ Սաուդյան Արաբիան դիտարկում է այդ դաշինքը միայն եւ բացառապես երկկողմ ձևաչափում եւ երրորդ կողմերին ներգրավվելու այսպես դաշտ չի տեսնում եւ հնարավորություն եւս չի տեսնում։ Փորձենք այս ամենը հասկանալ, Թուրքիան մեր հարևան երկիրն է, երկիր, որի հետ մենք ուզում ենք նորմալացնել մեր հարաբերությունները, երկիր, որի կարևորությունը դժվար է գերագնահատել տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում եւ ուրեմն փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է թուրքագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելլի Մինասյանը։ Բարև ձեզ տիկին Մինասյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Գանք տիկին Մինասյան, նախ Իրանի շուրջ այս Անկարայի ակտիվությանը, հա, ինչից է նախ եւ առաջ սրտնեղում Անկարան, ընդ որում շատ ավելի շատ, քան արաբական երկրները, ի վերջո արաբական երկրների անհանգստությունը հասկանալի է, Իրանը սպառնում է, որ պատերազմը կդառնա այդ դեպքում տարածաշրջանային, իսկ արաբական դաշնակիցները Միացյալ Նահանգների կարող են դառնալ թիրախ, ինչից է սրտնեղում այդքան Թուրքիան եւ ինչով է պայմանավորված այս դիվանագիտական ակտիվությունը, համեցեք։ Նախ երևի թե վերջին հատվածից սկսեմ դիվանագիտական ակտիվության հետ կապված։ Ես կասեի, որ դա ինչ որ նոր մոտեցում չի Անկարայի քաղաքականության մեջ, հա, որովհետև վերջին տարիներին, որտեղ որ մենք տեսնում ենք այսպես քաղաքական ճգնաժամ եւ ռազմական բախման այսպես
վտանգ հնարավորություն կամ հենց նման ուրեմն բախման սկիզբ Թուրքիան հանդես է գալիս միջնորդի դերով։ Տեսեք նույն ռուս-ուկրաինական պատերազմում երկար ժամանակ Անկարան փորձեց նման դեր ստանձնել, Գազայի հատվածում է փորձում նման դեր ստանձնել եւ այլն։ Այսինքն այստեղ ինչ որ սա ուղղակի կարելի է դիտարկել Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականության մասը, հետեւաբար այսպես լրիվ կանխատեսելի էր, որ Իրանի հետ կապված խնդիրներում նույնպես առաջին հերթին Թուրքիան հանդես կգա միջնորդի դերում։ Բայց ուզում եմ նշել, որ այստեղ իմ կարծիքով Թուրքիայի հետաքրքրությունը ավելինն է, քան ուղղակի միջնորդ։ Թուրքիան ինքը մի շարք վտանգներ է տեսնում, եթե ուրեմն հարցակում իսկապես լինի Իրանի վրա, այսինքն եթե լինի պատերազմ։ Ես սրա հետ կապված փաստեմ հենց Թուրքիայի նախագահի, Թուրքիայի արտգործնախարարի մի շարք ելույթները, հայտարարությունները, ընդ որում տևական ժամանակ, ինչ որ Իրանի հետ կապված գործընթացները տեղի են ունենում, հատկապես նախորդ տարվանից 12-օրյա այդ պատերազմից հետո անընդհատ թուրքական կողմը այդ մասին խոսում է եւ ուրեմն հատկապես ընդգծելով այն, որ տարածաշրջանը եւս մեկ պատերազմի ուղակի չի դիմանա։ Նկատի ունենալով նախսկզբում Իրաքը, ուրեմն հետո Սիրիան եւ մենք տեսնում ենք, որ այստեղ Գազան ըստ էության իրականում իրավիճակը չի կայունացել դեռ ամբողջությամբ ու Իրանի Իրանը եթե լինի։ Այսինքն այս առաջին Թուրքիայի անհանգստությունը այստեղ շատ մեծ է։ Եվ երկրորդ նրա մտահոգությունները ես կարծում եմ բավականին լուրջ են եւ բավականին այսպես խնդիրներ են նրանք դիտարկում տարբեր առումներով։ Ես նշեմ մի քանիսը, նախ տեսեք Իրանը Թուրքիայի հետ հարևան պետություն է, նրանք բավականին երկար սահման են կիսում միմյանց հետ։ Սահման, որի հետ կապված Թուրքիան միշտ էլ ունեցել է որոշակի մտահոգություններ եւ պատահական չէր, որ այնտեղ այդպես պատ սկսեցին կառուցել։ Կա այստեղ նաեւ քրդական գործոնի խնդիրը, բացի այդ իմ կարծիքով այս պահին Թուրքիային առաջին փուլով հետաքրքրում է կամ անհանգստացնում է ավելի շուտ հումանիտար խնդիրները, այսինքն մասնավորապես փախստականների հետ կապված, եթե լինի պատերազմ, դրա համար օրեր առաջ անգամ ուրեմն Թուրքիայում որոշեցին համապատասխան քայլեր արդեն ձեռնարկել, որ եթե լինի նման սցենար, ուրեմն թույլ չտան, որպեսզի այդ մարդիկ Թուրքիայի այսպես խորքերը գնան, ըստ էության այստեղ ունենալով դառը փորձը սիրիական ուրեմն դեպքերի հետ կապված։ Սա եւ իհարկե ամենակարևորը իմ կարծիքով նաև կապված է բուն նաև Թուրքիայի հետ, սա գուցե մի քիչ հեռահար, այսպես հեռուն գնացող խնդիր, որ եթե Իրանը որպես կենսական ուժ, այսինքն դադարում է այդպիսին լինելուց մերձավոր ու միջին արևելքում, զրկվում է իր բոլոր մեխանիզմներից ու դադարում է այդպիսին լինելուց, այստեղ մենք տեսնենք, որ ըստ էության որպես այդպիսին պետություն խոշոր տարածաշրջանային կմնա Թուրքիան եւ սա էլ իր հետ բազմաթիվ ռիսկներ կբերի արդեն Թուրքիայի։ Տիկին Մինասյան, ակնհայտ է, որ այս հարցերը Թուրքիայի քաղաքականության, որը մենք քննարկում ենք, հիմքում Թուրքիայի շատ հասկանալի ցանկությունն է առաջատար դիրքեր զբաղեցնել Մերձավոր Արևելքում եւ հենց այդ համատեքստում էլ դիտարկվում էր հավանականությունը, որ Թուրքիան կարող է միանալ Սաուդյան Արաբիա, Պակիստան այս դաշինքին, մինչդեռ հենց Սաուդյան կողմը France Press-ի հետ իր շփման մեջ անոնիմ, այսպես, բայց բարձրաստիճան
պաշտոնյա հերքում է նման հնարավորությունը եւ ըստ էության արտահայտում Սաուդյան Արաբիայի ցանկության բացակայությունը նման հեռանկար ունենալու ինչպես կմեկնաբանեք Նախ ես ուզում եմ նշել, որ սա Իրանի հետ կապված չէ։ Այո Ըստ էության իրանական գործոնը այստեղ դեր չի խաղում, այլ ավելի շատ Թուրքիան ինքը իր դերի հետ կապված է տարածաշրջանում փորձում դիրքավորվել։ Եվ այո, Թուրքիան ինքը ակտիվություն ցուցաբերում է միանալ այդ դաշինքին, բայց այո, արաբական երկրները, այս դեպքում Սաուդյան Արաբիան, այնքան էլ մեծ, այսպես վստահություն չունի Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին ես այս բառը կօգտագործեմ։ Ընդհանրապես Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան շատ երկար տարիներ է փորձել մուսուլմանական աշխարհում, սուննի մուսուլմանական աշխարհում լիդերի դեր ստանձնել։ Բայց դա նրան ուղղակի չի հաջողվում, որովհետև նախ առաջին հերթին ինքը չունի տնտեսական այդ պոտենցիալը, որ կարողանա դա իրականացնել։ Մանավանդ շատ հետաքրքիր էր, երբ որ երկրաշարժից հետո հատկապես Թուրքիայում, այսինքն Թուրքիան ներդրումների խիստ կարիք ուներ այդ ժամանակ հատկապես, եւ ինքը անգամ խնդրեց Սաուդյան Արաբիայից նման ներդրումներ եւ սաուդցիները որոշակի ներդրումներ այնտեղ իրականացրեցին։ Այսինքն դեռ այս առանձին քննարկման հարց է, թե իսլամական աշխարհը, հատկապես հանձինս արաբական պետությունները իրականում ինչպիսի վերաբերմունք ունեն ուրեմն Թուրքիայի նկատմամբ, եւ իմ կարծիքով ուղղակի Թուրքիայի հավակնությունները մուսուլմանական աշխարհի լիդերի դերին այդքան էլ իրատեսական չէ։ Այս մեկ։ Երկրորդ Թուրքիային խիստ անհանգստացնում է Իսրայելի գործոնը։ Մանավանդ Իրանի թուլացումից հետո եւ երկարատև ռազմավարական կտրվածքում եւ մանավանդ այն խոսույթը, ինչ որ մենք այսօր տեսնում ենք Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից, արդեն այդ անհանգստությունը նկատելի է, որ իրենք կարող են վերածվել Իսրայելի համար հաջորդ այսպես ուրեմն թշնամու այսպես ձևակերպեմ հակառակորդի ավելի շուտ եւ իրենք փորձում են որոշակի մեխանիզմներ ձևավորել այստեղ արդեն այս տեսանկյունից եւ հատկապես Թուրքիայում անհանգստացան երբ որ Իսրայելը Հունաստանի եւ Հարավային Կիպրոսի հետ ստորագրեց այդ փաստաթուղթը ընդ որում դա շատ հետաքրքիր եւ բավականին ավելի լայն փաստաթուղթ է եւ հենց վերաբերում է միջերկրական ծովի ավազանին, որտեղ Թուրքիան անշուշտ ունի կենսական ուղղակի այսպես խնդիրներ։ Եվ նաեւ նշեմ, որ շատ մասնագետներ դա այսպես դիտարկեցին որպես հիմք ապագա եվրոպական ուրեմն անվտանգային համակարգի ձևավորման համար։ Եվ անգամ Հական Ֆիդանը իր ելույթներից մեկում նշեց, որ եվրոպական անվտանգային համակարգ ուղղակի առանց Թուրքիայի հնարավոր չէ։ Այսինքն այստեղ արդեն այս բոլոր անհանգստությունները կային ու դրան տեսեք զուգահեռ հենց մենք տեղեկություններ այսպես ստացվեց, որ Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը կնքեցին դաշինք։ Գիտեք, եւ սա այո, որոշ մարդիկ վերագրեցին որպես իսլամական ՆԱՏՕ, բայց իմ կարծիքով ուղղակի չափազանցված է։ Դիտարկելով հատկապես Սաուդյան Արաբիայի հետ կապված նահանգների ավելի մեծ ուրեմն այսպես դերը նրանց ուրեմն ռազմավարական խնդիրների հետ կապված։ Եվ Թուրքիան բնականաբար ինքը կուզենա մասնակցել, հետագայում էլ կուզենա որոշ միավորների մաս կազմել, որտեղ Թուրքիայում շատ լավ տեսնում են, որ ՆԱՏՕ-ում կան որոշակի ճաքեր ու այդ ճաքերը կարող են հենց իրենց էլ վերաբերվել։
Եվ այսինքն համենայն դեպս այն ՆԱՏՕ-ն ինչ որ կար անգամ 1 տասնամյակ առաջ եւ որի հետ կապված Թուրքիան նույնպես ուներ իր այսպես դիրքորոշումը իմ կարծիքով այսօր այդ արդեն բավականին փոփոխությունների է ենթարկվել բոլոր առումներով, թե խնդիրների առումով, թե իրենց կշռի առումով եւ ընդհանրապես մենք դեռ չգիտենք թե եթե իսկապես ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի եւ համաձայնության հասնեն կողմերը ինչպիսի ընդհանրապես եվրոպական անվտանգային համակարգ է լինելու եւ նահանգները ոնց այդ բոլորի նկատմամբ ինչ ռեակցիա է ուրեմն տալու։ Այսինքն Թուրքիայի համար, եթե ես ամփոփեմ կարճ, Թուրքիան փնտրտուքի մեջ է։ Եվ այո, նա կուզենա մուսուլմանական աշխարհում ինչ որ մի բլոկ անգամ ձևավորել կամ ինքը մասնակից դառնալ։ Բայց իմ կարծիքով այնուամենայնիվ այսօր անկախ մուսուլմանական աշխարհ չկա եւ եթե մենք նույն Սաուդյան Արաբիայի ուրեմն օրինակն ենք տեսնում ուրեմն այստեղ նահանգների դերը բավականին մեծ է հետեւաբար Թուրքիան ուզի թե չուզի նախ պետքա նահանգների հետ համաձայնեցնի իր ուրեմն գործողությունները որն էլ արդեն խիստ ուրեմն սահմանափակում աներա թե հնարավորությունները եւ թե մանևրներն ընդհանրապես եւ կարծում եմ որ իսլամական աշխարհը նույնպես առանձնապես ոգևորված չէ Թուրքիային ընդգրկելու որևէ կառույցի մեջ Տիկին Մինասյան, այսպես վերադառնալով իրանական քեյսին, Անկարայում այդ բանակցությունների շրջանակում ինչ-որ խոսակցություններ են գնում եւ դրա մասին հայտնի է դառնում նաեւ իսրայելական մամուլին, մասնավորապես իսրայելական Հаарեցն է, բառացիորեն մեր այս հանդիպումից 1 ժամ առաջ ես տեսա այդ հրապարակումը նորից դուրս եկել, որ թուրքերը ամերիկացիներին առաջարկ են արել, որ կարող են խոսել իրանցիների հետ, որպեսզի իրենց մոտ ունեցած հարստացված ուրանը Թուրքիան ինքը վերցնի այն պայմանով, որ այլևս այդ ուրանը չվերադառնա Իրան։ Իհարկե, սա այն Միացյալ Նահանգների 4 պահանջներից միայն մեկին է առնչվում, իսկ 3-ի հետ կապված Իրան ընդհանրապես որևէ ցանկություն չունի որևէ մեկի հետ հարց քննարկելու։ Եվ հաշվի առնելով Միացյալ Նահանգների այն աննախադեպ կուտակումները, որոնք կան զորքերի Արաբական ծովում եւ Օմանի ծոցում, իսկ մյուս կողմից էլ նաեւ միջերկրական ծովում մի մեծ արմադա էլ այնտեղ է գալիս, պատերազմը ոնց որ թե հետաձգելու կամ կանխելու այդ փորձերը այդքան էլ բարձր հավանականություն չունեն անկախ նրանից թե ինչ են խոսում Անկարայում թուրքերը եւ իրանցիները, թե ես սխալվում եմ, համեցեք։ Տեսեք, գիտեք, այդ պահանջները իսկապես կա, ու իմ կարծիքով այդ պահանջները Իրանի շատ ծանր դրության մեջ են դրել։ Այստեղ խնդիրները տարբեր տեսանկյունից պետքա դիտել եւ իմ կարծիքով ուղղակի Իրանին զիջելու տեղը անգամ չեն թողնում ամերիկացիները։ Իսկ ինչ վերաբերում է հարստացած ուրանի հետ կապված խոսակցությունները դեռ ամառվանից կային եւ անգամ կային որոշ տեղեկություններ էին անգամ հրատարակվում, որ դրանց մի մասը դուրս է բերվել Իրանի տարածքից, այլ երկրներ է տեղափոխվել կամ այլ երկիր է տեղափոխվել։ Իհարկե, բոլորը մենք իրականում չենք կարողանա ասել այդպես է թե այդպես չի։ Իսկ Թուրքիայի հետ կապված ես չեմ կարծում, որ դա ուրեմն կարելի է այդ տարբերակը դիտարկել։ Նախ Թուրքիան ինքը երկար ժամանակ փորձում է ունենա միջուկային զենք, այսինքն ինքը հարստացած ուրան ունենա։ Եվ
Իմ ջարից ասեմ, սա Թուրքիան այս խնդիրը դեռ նահանգների հետ քննարկել է նախորդ դարի երկրորդ կեսից հետո, երբ որ հատկապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ իր համար Թուրքիան այս ճանապարհը ստեյության փակեց, երբ որ թուրքական զորքը ներխուժեց Կիպրոս։ Եվ այս իրավիճակում Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան տևական ժամանակ ինքը ցանկանում է ունենալ միջուկային զենք, իհարկե սա ամենաբաղձալի ցանկությունն է, բայց միաժամանակ որոշակի միջուկային օբյեկտներ։ Դրա համար օրինակ, երբ որ ռուսները սկսեցին այնտեղ ակույու ուրեմն այդ ատոմակայանի շինարարությունը, սա միանշանակ չընկալվեց անգամ եվրոպացիների կողմից, արևմուտքի կողմից։ Եվ բնականաբար որոշակի դժգոհություններ եղան, որ դրանով Թուրքիային որոշակի տեխնոլոգիաներ կարող են տալ։ Էլ չասեմ Թուրքիայի այդքան ձգտումները Պակիստանի հետ համագործակցության, եւ այստեղ բոլորն էլ ըստ էության այդ հաշվարկը կատարում են, որ երկարատև ժամկաշրջանի առումով Պակիստանը Թուրքիայի նախ եւ առաջ հետաքրքրում է հենց միջուկային ուրեմն զենքի տեսանկյունից, այսինքն որ Պակիստանը Թուրքիային փոխանցի միջուկային տեխնոլոգիաներ։ Ինչևէ, մանավանդ երբ որ Իրանը ըստ էության փորձում է ունենալ միջուկային զենք, սա Թուրքիայի համար անհանգստացնող է, որովհետև ինչքան էլ հիմա Թուրքիան փորձում է միջնորդի կամ բարեկամի դերում հանդես գալ Իրանի հետ կապված, ես կարծում եմ դրանք շատ կարճաժամկետ են, որովհետև այս երկու պետությունները իրենք ռազմավարական խնդիրների համատեքստում ուրեմն մրցակից պետություններ են։ Եվ այո, այսպես ընկալումը դարերի ընթացքում միմյանց նկատմամբ ձևավորվել է, միմյանց ընկալել որպես խոշոր տերություններ, խոշոր ուժեր եւ աշխատել չխախտել կարմիր գծերը ուղիղ այսպես բախման մեջ չմտնել, բայց այնուամենայնիվ այս պետությունները ռազմավարական տեսանկյունից մնում են որպես իրար ուրեմն մրցակից հակառակորդ ուրեմն պետություններ։ Հետևաբար, եւ այստեղ եւ երկրորդ խնդիրը նշեմ, իհարկե այստեղ շատ կարեւոր է նաեւ Իսրայելի գործոնը, եթե Իսրայելի համար գլխավոր խնդիր է, իսկ դա այդպես է, հենց Իրանի միջուկային պոտենցիալի ոչնչացումը, ուղղակի ինձ համար անհասկանալի է ինչպես կարող է հարստացած ուրանի ինչ-որ մի տոկոս Իսրայելը համաձայնի, որպեսզի դա տեղափոխվի Թուրքիա։ Իմ կարծիքով սրանք ուղղակի խոսակցություններ են։ Թուրքական կողմը իհարկե կուզենա ավելի մեծ այսպես ներգրավություն ունենալ եւ փորձել հատկապես միջուկայինի տեսանկյունից հարստացած ուրանի տեսանկյունից ձեռք բերել որոշակի առավելություն, բայց չեմ կարծում, որ հաջող դիվանագիտություն է այդ հարցի հետ կապված Անկարան որդեգրել։ Տիկին Մինասյան, Գազայի հետ կապված մենք այսօրվա երեկվա լրահոսից իմանում ենք, որ այնտեղ իրավիճակ է սրվում, Համասը որևէ ցանկություն չունի զինաթափվելու, բացի Իսրայելից եւ նաեւ Միացյալ Նահանգներից այլոք մտադրություն չունեն զինաթափելու Համասին, Իսրայելն էլ նյարդայնանում է դրանից եւ հարվածներ հասցնում այսպես սահմանափակ եւ հարցը այստեղ եւս Երուսաղեմը ըստ էության եւս մեկ անգամ հիշեցնում է, որ թույլ չի տա եւ չի հանդուրժի Թուրքիայի որևէ մասնակցություն գետնի վրա Գազայում, ընդ որում իսրայելցի փորձագետներն էլ ասում են, դե որովհետեւ մենք տեսնում ենք, որտեղ Թուրքիան գալիս է որպես խաղաղարար, խաղաղապահ, այդ տեղը շատ արագ դառնում է թուրքական պրոտեկտորատ, իսկ մենք մեր քթի տակ թուրքական պրոտեկտորատ չենք հանդուրժելու ուղղակի, եւ Թուրքիայի ցանկությունն էլ Գազայում հենց միայն դա է, այլ ոչ թե ինչ-որ այդ խաղաղասիրությունը։ Եվ ահա գիտենք Սոմալիլենդի պատմությունը, գիտենք այն Եռյակ դաշինքի
պատմությունը արևելյան միջերկրածովյան այդ տարածաշրջանում այս ամենում ինչպես եք տեսնում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների առաջիկա դինամիկան որպես առավել հավանական սցենար համեցեք Իսկապես տեսեք Թուրքիա-Իսրայել հարաբերություններում որոշակի լարվածությունը կա, սա անժխտելի է։ Եվ որքան Իրանի դիրքերը թուլանան, այնքան Թուրքիան առաջ է գալու եւ ինքը փորձելու է տարբեր խնդիրներ իր վրա վերցնել։ Բացառված չէ նաև որ փորձի իրանական պրոքսիների, այսպես ղեկավարումը իր վրա վերցնել։ Եվ բացի այդ, ուրեմն մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիան ինչպիսի մեծ համառությամբ իր ազդեցությունն է կառուցում հենց մերձավոր արևելքում, օրինակը այստեղ թերևս Սիրիան է ամենալավ օրինակը հանդիսանում։ Գազայի հատվածում իմ կարծիքով այնուամենայնիվ Թուրքիայի հնարավորությունները քիչ են։ Նախ առաջին հերթին, որտեվ Թուրքիան ուղղակի այս իրադարձությունների մեջ ներգրավվելու ուրեմն մեծ պատճառներ չունի։ Որքան էլ որ Թուրքիան անդադար խոսում է Գազայի ժողովրդի իրավունքների մասին, դա վերագրում է որպես ցեղասպանություն եւ իբր ինքը ցեղասպանությունների դեմ է հանդես գալիս, այս բոլորը գերազանցապես մնում են ավելի այսպես հանրային դաշտում բայց բուն գործողությունների առումով չկա Թուրքիան մաքսիմում ինքը ուղարկում է ուրեմն հումանիտար օգնություն եւ այնտեղ իմջալոց ասեմ մենք բնականաբար հասկանալի է Իսրայելի դիրքորոշումը եւ թե Իսրայելը ինչպիսի ուրեմն ինչպես է վերաբերվում ընդհանրապես Թուրքիային բայց այստեղ կա նաեւ մյուս արաբական երկրների խնդիրը մասնավորապես Եգիպտոսի խնդիրը որտեւ Գազայի խնդիրը առաջին հերթին հենց վերաբերվում է Եգիպտոսին մանավանդ այս իրավիճակում երբ որ ստեյցիան այնտեղ միակ մուտքը ելքը հենց Եգիպտոսի սահմանն է հանդիսանում եւ Եգիպտոսը մեկ անգամ չէ որ հայտարարել է որ այսինքն անվտանգության համակարգի ձևավորման այդ ամբողջ գործընթացում ամենամեծ բաղադրիչներից մեկը պետքա տրվի հենց Եգիպտոսին։ Իհարկե, այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Եվ Թուրքիայի, այսինքն այս բոլոր ֆակտորները եւ նաեւ այն թե նրանք ինչպես են երկարատև, այսպես առումով փորձում տեղավորվել Սիրիայում, բնականաբար անհանգստացնում է Իսրայելին, որտեղ դուրս կգա, որ Իսրայելը ճնշում է իր մեկ այլ հակառակորդի, բայց նրա տեղը գալիս զբաղեցնում է այլ հակառակորդ, բնականաբար պետքա սա թույլ չտան նախ առաջին հերթին։ Իմ կարծիքով Թուրքիա-Իսրայել հակադրությունը ուրեմն պետքա դիտարկել միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Նախ առաջին հերթին միջնաժամկետ հեռանկարում ինչ կստացվի, որովհետև մենք տեսնում ենք, որ կա դեռ Իրան բավականին կենսունակ եւ կան իրանական պրոքսի ուժերը տարածաշրջանում եւ այդ պրոքսի ուժերը ճիշտ է թուլացած են, բայց ոչնչացած չեն։ Այսինքն դեռ որոշակի պոտենցիալ կա։ Դրա համար Հիմա դժվար է ասել, թե այս գործընթացները ինչպես հետո կզարգանան եւ Թուրքիան ինչ դիրքորոշում կունենա այս ամեն ինչի մեջ։ Սա միջնաժամկետում։ Իսկ երկարաժամկետում, եթե այսպես Իսրայելը, Ամերիկան հասնեն որոշակի իրենց պատկերացած խնդիրների լուծմանը, ընդհանուր մերձավոր արևելյան տարածաշրջանում բնականաբար իմ կարծիքով եւ այստեղ իհարկե նաեւ պետքա դիտարկել Թուրքիային, հա, որովհետեւ ճիշտ է մենք կարող ենք այսօրվա իրադրության համապատկերում խոսել, որ հակադրությունը կսրվի, բայց Թուրքիան Իրան չէ։ Թուրքիան նախ ռեսուրսների առումով է շատ խոցելի, ինչը որ մենք տեսնում ենք այսքան տասնամյակներ ստեյցիան Իրանը դիմանում է
Թուրքիան խոցելի է իր աշխարհագրական տեսանկյունից, իր ունեցած ռեսուրսներով եւ վերջապես չմոռանանք, որ ամերիկացիները ավելի մեծ լծակներ ունեն Թուրքիայի վրա ազդեցություն գործելու, քան թե մեծ հաշվով Իրանի վրա ունեին։ Այնպես որ ուղղակի պետք է սպասենք, թե սցենարները հետագայում ինչպիսի զարգացում կունենան։ Եվ կարճ ամփոփելով Տիկին Մինասյան, առաջիկայում Հայաստան է գալու, նաև Ադրբեջան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը եւ այսպես ըստ օդում կախված լուրերի հենց մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ վերջապես այն չարչրկված 22 թվականի Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունների իրականացումը պետք է տեղի ունենա, հա, սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար բացելու հարցը վերջապես պետք է լուծվի, դատելով թուրքական մամուլից այնտեղ մեծ շարժ կա թուրքական կողմում, շինարարություն, նախապատրաստական աշխատանքներ եւ այլն։ Այս ամենը կա, բայց ես ասենք թուրքական մամուլի այն հասանելի դայջեսթները երբ նայում եմ, որևէ արձագանք այս հարցում չկա, Վենսը գալիս է Հայաստան եւ հարևան Հայաստան եւ եղբայր Ադրբեջան, վերաբերմունք չկա, դու չկա էլի, համեցեք։ Գիտեք, ես ինքս այսօր կրկին ամբողջությամբ նայում էի, հիմնական են հայտնի պարբերականները եւ խոսք ուղակի չկա։ Այո, ես ուղակի չկա։ Ոչ միայն Վենսի այցի մասին, դե պարզ է, երբ որ օրերը մոտենան եւ այդ օրերին անդրադարձներ կլինեն, ես կարծում եմ, եւ համոզված եմ, որ կլինեն անդրադարձներ։ Բայց տեսեք, մեր արտգործ նախարարը նշեց, որ շատ հնարավոր է, որ փետրվարի 1-ով բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը, չէ՞։ Այսօր ամսի 1-ն է։ Այո։ Այսօր փետրվարի 1-ն է, բայց մենք այդպես էլ չենք տեսնում սահմանի բացվելը։ Ես, գիտեք, իրականում այսպես ասեմ, չեմ բացառում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար բացվի Վենսի այցի ժամանակ, որպես սիմվոլիկ մի հատ քայլ դեպի նահանգներ ուղղված։ Բայց այսպես 50-50, հա, վերաբերվենք դրան, որտեղ կարող է եւ դա տեղի ունենա, կարող է եւ դա տեղի չունենա։ Էլ չասեմ, որ կարող է նաև այլ ավելի լուրջ գործընթացներ տեղ ունենալ տարածաշրջանում եւ արդեն սրանք ազդեցություն գործեն այդ Անկարայի դիրքորոշման վրա։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մինասյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, իրենց այս պատճառահետևանքային կապերով եւ հեռանկարներով, որ դուք ներկայացրեցիք։ Հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաև ձեր օգնությամբ, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Տեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, թուրքագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելի Մինասյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված թուրքական դիվանագիտության վերջին ակտիվության հետ, կապված թե Իրանի հարցի, թե Սիրիայի, թե Գազայի հարցի, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա այդ 22 թվականի պայմանավորվածությունների վերջի վերջո իրականություն դարձնելու հեռանկարների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։